Այստեղ մենք մի քանի մեթոդ անցնելու ենք, բայց իրանք ընդհանուր լիքը կան, ու այն Պիերի խնդրից գուցե սովորեցնեք, որ ահավոր կարևոր է Google-ը։ Դրա համար մենք բոլորը չենք անցնի, որովհետև ոչ մեկ էլ բոլորը չգիտի, իմաստ էլ չկա բոլորը իմանալու։ Ուղղակի արժի իմանալ, թե ինչեր գոյություն ունի, որ պետք է ժամանակը արագ ստացվի գտնել։ Այստեղ խաղում եմ դրել հենց string-երի հետ կապված են հենց բուն Python-ի հետ եկող մեթոդների հետ համար։ Այստեղ sense գրված է, կարճ նկարագրել է տված, ու որ մեկի ներս ծխմեք, տենց բան կբերի, օրինակներով նորմալ նյութ կբերի, որտեղ բացատրված է։ Սա խորտ կտամ, որ հետո ոնց որ ինքներդ ձեր համար մի հատ թերթեք էլի ուղղակի ամեն ինչ։ Մենք ամեն ինչ չենք անցնի, որտեղ անիմաստ է, բայց մի անգամ ամեն ինչ թերթել արժի էլի։ Զուտ թեկուզ անունների մակարդակով, որ իմանաք տենց բաներ կան։ Մենք հիմա կնայենք նրանք, որոնք որ տենց մեծամասամբ իմ նկատելով բան են, առավել հաճախ պետքա կանեն։ Տենց։ Առաջին ընտանիքը այդ փոքրատառ կամ մեծատառ դարձնելն է ամեն ինչ։ Այստեղ օրինակ ունենք 3 փոփոխական, անունը John, ազգանունը Smith, ու մի հատ ունենք բան, M փոփոխական, այդ մարդը John Smith-ն է։ Ուստի sense խառը խշտիկ է մեծատառ փոքրատառը գրած։ Հիմա եթե ուզում ենք ամեն ինչ տարի, բոլոր տարերը դարձնենք փոքրատառեր, կգրենք անուն get lower ու էս բան, հրամանի նշանը։ Ոնց արգում ենք list get append։ Հիմա տենց անուն get lower, սա եթե աշխատացնենք, ուղղակի ամեն ինչ դառնում է փոքրատառ։ Հա, մոռացա ասեմ, այսօրվա դասի ակնկալվող տևողությունը ինձ թվում է տենց մի 1.5 ժամ, պետքա որ ավելի երկար չլինի, որտեվ թեթև թեմա է բավականին, խնդիրներ պետքա որ շատ երկար չլինի։ Lower-ը դեպի ներքև է տանում, փոքրատառ, upper-ն էլ դեպի վերև, ամեն ինչ դարձնում է մեծատառ։ Կա նենց, որ ինքը բառի ամեն մի, ոնց որ այստեղի ամեն մի բառը ըստ բացատի բաժանված դարձնի մեծատառ, այսինքն ամեն ինչը մեծատառերով գրվի։ Այդ get title-ն է, վերնագիր title այդ բառից էլի։ Ու մեթոդ, որ մենակ ուղղակի առաջի տառն է մեծատառ դարձնում, այդ get capitalize-ն է, capital-ը այդ մեծատառն է, capitalize մեծատառ դարձնել էլի։ Ու մի հատ էլ մեթոդ կա, որ ուղղակի մեծատառը փոքրատառ է դարձնում, փոքրատառը մեծատառ, sense տեղերով փոխում է։ Այդ մեթոդի անունն էլ swap case-ը, swap-ը այդ երկու բան տեղափոխելն է, case-ը այդ ոնց որ upper case, lower case, այդ մեծատառ, փոքրատառ, այդ դրա մեջի այդ case-ն է, այս է, John-ը դառնում է փոքրատառ J, մեծատառ O, փոքրատառ H, մեծատառ N։ Այստեղից ինչ որ հարցեր կան, կարող է արագեր։ Այսօր ուղղակի մեթոդներ ենք բանում, արագ եմ էլի գնում, բայց եթե տեմպը այդքան էլ լավը չի, ով իջես կախել էր, հեսա բան էի ցույց տալիս, ոչինչ։ Եթե ինչ-որ մեկի համար արագ է, ձեր բարձրացրեք, իմանամ մի քիչ դանդաղանամ։ Ու եթե հարցեր կա, ձեր բարձրացրեք, լսեմ։ Okay. Հաջորդ ընտանիքը դա այդ տեքստի սկիզբը ու վերջը, տենց վերջածանց, սկզբնածանց, նախածանցների հետ կապված է։ Ունենք ստեղ երկու հատ փոփոխական, անհավասար է panir get.com ու բան տենց panir բացատ համով, մի հատ զուտ ուրիշ տեքստեր պետք։ Մենք ուզենք ստուգենք արդյոք փոփոխականը սկսվում է ինչ-որ մեր մտածած տեքստով։ Օրինակ արդյոք փոփոխականը սկսվում է panir բառով։ Դրա համար օգտագործում ենք a get starts with սկսում է դրանով ու փակագծերի մեջ գրում ենք թե ինչի հետ ենք ուզում, ինչով ենք ուզում ստուգենք, որ սկսի։ Ու սա մեզ վերադարձնելու է boolean։ Ինքը կամ true է լինելու կամ false։ Ու միանգամից մի հատ ուրիշ մեթոդ, եթե ուզում ենք ինչ-որ նախածանց հեռացնենք, օգտագործում ենք remove prefix, prefix-ը նախածանցն է, remove-ը հեռացնելը, remove prefix ու գրում ենք թե ինչն ենք ուզում հեռացնենք։ Սա եթե աշխատացնենք, ինքը կասի true, որովհետև իսկապես panir-ով է սկսվում։ Այս remove prefix-ն էլ մեզ կվերադարձնի ուղղակի get.com-ը, որովհետև այդ նախածանցը ու բավականին նման է նույնը վերջի հետ կապված, վերջածանցի հետ։ Բան, մեթոդի անունը փոխվում է դառնում է else with ու այս suffix-ն էլ բան, prefix-ն էլ փոխվում է suffix-ով։
remove suffix ենք գրում։ Սա էլ աշխատացնենք։ Առաջինը վերադասեց true, որովհետև սա իսկապես կետքոմով էր սկսում, երկրորդը կետքոմով էր ավարտվում, երկրորդը կետքոմով չի ավարտվում, դրա համար false է վերադարձնում, ու երբ որ վերացնում ենք այս վերջածանցը, ինքը դառնում է ուղղակի sense գրված բան իր։ Ստեղ ինչ որ հարց կա։ Իսկ օրինակ remove prefix-ը օրիգինալ անփոխում է, թե նոր բանա վերադարձնում։ Ընտիր հարց է, շատ լավ հարց է։ Ահա։ Ինքը իրականում չի փոփոխելու, ուղղակի հեռացնելու է իր մեջից, մեզ վերադարձնելու է այդ փոփոխածը։ Այդ շատ լավ հարց էր։ Այդ նույնիսկ ես արժի հիշեմ, որ հետո ասեմ հաջորդ դասերին։ Մերսի։ Էլի ինչ որ հարցեր։ Okay. Մյուս ընտանիքը մեթոդների դա տեքստի պարունակությունը ստուգելու համար է, այսինքն այս տեքստը թվերից է բաղկացած, տառերից է բաղկացած, ինչ որ բան սիմվոլներից է բաղկացած, այնց նման հարցերին պատասխանելու համար է, համար մեթոդներ են։ Ստեղ ունենք 4 հատ փոփոխական տառեր, թվեր, խառը, տառեր ու մենակ թվեր։ Ահա, հիմա եթե ուզում ենք ստուգենք արդյոք ինքը մենակ տառեր ու թվերից է բաղկացած, տառերի համար բան ալֆաբետ բառից կարճ վերցնում ենք ալ-ը ու numbers բառից կարճ նամը ու արդյոք այդ արդյոք հարցը is-ն է ոնց որ is տտտտտ գրում ենք օրինակ is al num, այսինքն is alphabetic ու numeric, ու սա եթե աշխատացնենք այս տառ թիվը, հա, ինքը կամ տառեր է կամ թվեր է։ Is al num այս երկրորդը չէ, որտեղ իր մեջ սիմվոլներ է պարունակում։ Մենակ ուղղակի այբենականը is alpha, alpha alphabet բառից էլի։ Մենակ թվերը is digit։ Ու էլի տարբեր տեսակներ կա էլի ստուգելու, ուղղակի ոնց որ գլուխները չտանեմ, ասենց ասած, բոլորը չեմ ներառել, բայց բոլորը կան ստեղ գրված։ Այս երկրորդ այդ վերևում դրված հղումի մեջ։ Եթե հարց կա, ասեք, եթե չէ, գանք արդեն այն մեթոդը, որ տենց բավականին հաճախ է օգտագործվելու, շատ հաճախ։ Այդ ոնց որ տեքստից գնալ դեպի ցուցակ ու ցուցակից գալ դեպի տեքստ, կոնվերտացիաները անելը։ Սենց ինչ-որ փոփոխական ունենք, ողջույն բոլորին, բարևներ, պրիվետ։ Հիմա գիտենք, որ եթե ուզում ենք իրան դարձնենք ցուցակ, կարող ենք գրենք list a, չէ։ Բայց հիմա եթե այս տեքստը մենք ուզանք ցուցակ դարձնել, այս ոնց որ տարբեր բարևելու ձևերի բան հավաքածու է, չէ։ Եթե սա ցուցակ փորձենք դարձնել, մենք կուզենք, որ առաջի էլեմենտը սա լիներ, երկրորդ էլեմենտը սա, երրորդ էլեմենտը սա, չէ։ Բայց ուղղակի list a գրելով ինքը կդառնա օքեյ մի հատ մեծ ցուցակ, որտեղ որ ամեն մի սիմվոլը մի հատիկով ասես գրված է։ Ո, ղ, ջ, ու տենց գնում է, էլի։ Այս կոլաբն է սենց է որոշել տպի իրան, այստեղ ոչ մի յուրահատուկ բան չկա, էլի, որ սենց այսենց է տպել, ոչ թե սենց։ Հիմա հարց բա, ոնց կարանանք իմաստային բաժանենք իրան դարձնենք ցուցակ, էլի, ոչ թե զուտ տառերը լցնենք մի հատ բանի մեջ, ցուցակի մեջ։ Այդ բաժանելու համար օգտագործում ենք split մեթոդը, split հենց նշանակում է բաժանել։ Ու եթե ուղղակի գրենք a.split, ինքը ըստեղ կգա ու ըստ բացատի ամեն ինչ կբաժանի առանձին էլեմենտների։ Ինքը կգա, կասի դե վերցնենք տառերը հերթով, գնացինք ո, ղ, ջ, ու, ය, ն, օ, բացատ, կհասկանա, որ ոնց որ այս բացատը այդ բաժանիչն էր, էլի։ Բացատը տեսավ, ասում է, օքեյ, գնացինք հաջորդ բառին։ Ասում է հաջորդ բառնա տենց բոլորին ստորագետ։ Մեր հաջորդ էլեմենտը դառավ բոլորին ստորագետ։ Հետո էլի բացատ, եկավ հաջորդ էլեմենտը դառավ բարևներ ստորագետ ու տենց։ Այս արդեն զգալի ավելի լավ է, բայց այս հələ էլի այն չի, ինչ մենք ուզում ենք, որտեղ այս ողջույն բոլորին է, ուզում ենք միասին լիներ։ Մենք ստեղ ուզում ենք ոչ թե բաժանենք ըստ բացատի, այլ ըստ կետ ստորագետի, չէ։ Կետ ստորագետն է, որ տարբեր էլեմենտներին իրարից առանձնացնում է։ Դրա համար կարանք ուղղակի այս split-ի մեջ փակագծերում գրենք բացատի մեջ ստորակետ բացատ ու սա որ աշխատացնենք ինքը արդեն կդառնա հենց այն ինչ մենք կուզեինք։
Այսինքն ըստ լռելիային ինքը ավտոմատ բացատով է բաժանում, եթե տանք թե ոնց բացատի կբաժանի այդ ձևով հենց։ Ստեղից ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Այս սպլիտը մեզ շատ-շատ է պետք գալու, հատկապես profound-ի խնդիրներ անելուց շատ-շատ ենք split օգտագործելու։ Դե օքեյ։ Հիմա ոնց որ հակառակ խնդիրը, ոնց կարանք, եթե ունենք այս բանը, այս առանձին էլեմենտները, ոնց կարանք իրենց միացնենք, դարձնենք մի հատ տեքստ ուղակի, այսինքն ունենք sense բառերը հավասարացուցակի մեջ ողջույն բոլորին, բարևներ, privet, ոնց կարանք իրենց կպցնենք իրար, միացնենք իրար։ Էդ էլ join հրամանն է, ու ինքը string-երի հրամանն է, այսինքն մենք սկզբում գրում ենք մի հատ ինչ-որ string, թե ըստ ինչի ենք ուզում միացնենք իրար, հետո գրում ենք get join ու փակագծի մեջ տալիս ենք այս մեր ցուցակը։ Այս գրելավոճը մի քիչ կարող է անսովոր լինի, բայց մի քանի անգամ որ անենք արդեն ձեռքերներդ կբացվի։ Օրինակ, եթե գրենք sense գծիկ օրինակ ու get join, տեսեք ինչ կլինի։ Ինքը կդառնա առաջին էլեմենտ, հետո գծիկ, հետո երկրորդ էլեմենտ, հետո գծիկ, հետո երրորդ էլեմենտ։ Դատարկ թողենք, ուղղակի սաղ կկպցնի իրար։ Հիմա այս դեպքում կարանք բացատ դնենք կամ էլ ավելի լավ է դնենք ստորակետ բացատ։ Ահա։ Ոնց որ ասում ենք ստորակետ բացատով իրար միավորի այս մուտքում ստացած քո արժեքները, այս քո լիստի արժեքները, էլի։ Պատկերացեցիք ժողովուրդ, այս join-ն էլ է կարևոր մեթոդ շատ, էլի։ Լավ։ Մի հատ ընդհանուր բան ասեմ, այս ոնց որ այս միկվա դասը որ անում ենք, իրան ահավոր հեշտ է շատ արագ մոռանալ, որտեվ պրոստը ուղղակի հերթով բաներ եմ ձեզ ասում, էլի, ասում էս։ Դենց շոշափելի չի որպես այդպեսին։ Դրա համար ի սկզբանե սաղ չեք հիշելու, պետք էլ չի, գործի ընթացքում տենց ինչ որ մի բաներ կսկսեք անգիր իմանալ, ինչ որ բաներ միշտ կգուգլեք, բայց հիմա առնվազն էս փուլում, որ գոնե մի քիչ էականները տպավորվի, տնային է լինելու այսօր, հենց այս բաժնի հետ կապված, էլի, որը որ հաստատ արժի անել, թե չէ այս տեսական դասը անիմաստ է լինելու, էլի, մեծամասամբ անիմաստ։ Դե լավ։ Հաջորդը ոնց որ այս մոլորակի ամենահարմար ֆունկցիաներից մեկի մասին է, որ ինչ որ ձև բան search ենք անում մի բան, փորձում ենք փնտրենք control F-ի մասին կարճ ասած, ոնց ինչ որ բան գտնել ու ոնց ինչ որ բան փոփոխել։ Դրանից առաջ բայց մի հատիկ էլ մեթոդ, այս մեթոդը մենք տենց գործնական դասին տանջվելով գրում էինք, որ տենց տեքստ ունենք, այդ տեքստից ամեն մի էլեմենտի հանդիպելու քանակները հաշվենք։ Հիմա դրա փոխարեն ուղղակի բան Կարանք օգտագործենք պատրաստի հրաման, օրինակ ստեղ ունենք տեքստ ABC, BC, A եւ այլն, այս փոփոխականի մեջ պահված։ Եթե ուզում ենք հաշվենք, թե S-ի մեջ քանի հատ A կա, կարանք գրենք s.count A։ Սա եթե աշխատացնենք, կա ստեղ 1, 2, 3, 4, 5 հատ։ Հա, այս վերևի տողը չաշխատացրեցի, S-ը չճանաչեց, ինչա։ Հա, 6 հատ, սխալ հաշվեցի։ 1, 2, 3, 4, 5, 6, հա։ Ու կարա բան, պարտադիր չի նիշ լինի, էլի, ցանկացած տեքստ կարող լինի, օրինակ, քանի հատ AB կա, մի հատ AB կա, հեսա։ Իսկ ոնց գտնել, կարող գրենք s.get find A գթի an, ու ինքը մեզ կվերադարձնի A-ի ինդեքսը։ Նաև կարող գտնենք գրենք s.get index A, ու ինքը կմեզ վերադարձնի A-ի ինդեքսը։ Այս երկու դեպքում էլ an ոնց որ առաջի էլեմենտներ հենց վերադարձեց 0։ Հա, կարող հարց առաջանա։ Եթե find-ը մեզ վերադարձնում է ինդեքսը, թե որ էլեմենտ, թե որտեղ էր գտնվում այդ դիրք բանը, տեքստը, ու ինդեքսը մեզ վերադարձնում է ինդեքսը, թե որտեղ էր գտնվում այդ էլեմենտը։ Էլ իմաստ է երկու նույն բանից ունենալու, հա։ Ու իրականում սրանց նրբությունը կայանում է նրա մեջ, թե ոնց են իրանք գործում, եթե մենք ստեղ մուտքում տալիս ենք բան, որը որ իրականում բացակայում, օրինակ D եթե ման գանք։ Եկեք աշխատացնենք, տեսնենք,
Այս find-ը ինքը տենց բարի մեղ մեթոդ է, էլի։ Եթե նենց բան ես տալիս, որ չկա մեջը, ինքը ուղղակի վերադարձնում է -1, որ տեսնես -1 իմանաս ուրեմն չի գտել։ Իսկ ինդեքսը մի քիչ ավելի ագրեսիվ է, ինքը ասում է հոփ հլը, error-ա գցում, ասում է չկա տենց էլեմենտ, այս substring not found, այս ենթատեքստը չի գտնվել։ Էս է իրենց տարբերությունը։ Find-ը բարի տենց պուպուշ մեթոդ է, ինդեքսը տենց մի քիչ խիստ է, հենց որ բանը հասնում են այն պահին, երբ որ էլեմենտը գոյություն չունի ցուցակի մեջ, էլի, կամ այդ ենթատեքստը գոյություն չունի այդ string-ի մեջ, էլի։ Ահա։ Ինչ որ հարցեր։ Հա, ես մի հատ հարց ունեմ։ Այսինքն ինքը առաջի անը, հա, մեզ վերադարձնում։ Ահա, հա, այդ բանը լավ հա, դա լավ չնշեցի։ Ահա, վերադարձնում է հենց ուղղակի մենակ առաջինը։ Մերսի հարցի համար։ Ու բան, տենց շատ հարմար ձև չունենք, էլի, որ ուղղակի գրենք find ու բոլորը միանգամից ստանանք, կամ ասենք երկրորդը ստանանք։ Այս դեպքերի համար պետք է արդեն մի քիչ տենց ուրիշ կոդ գրենք, էլի, կամ ուրիշ մեթոդների դիմենք, որոնք որ տենց այն ամենաֆունդամենտալներից չեն։ Ինձ հա find-ն էլ index-ն էլ մենակ առաջինն են վերադարձնում։ Էլի ինչ որ հարցեր կան։ Դե լավ, դե հիմա մի բան որ գտել ենք, գուցե ուզենանք փոփոխենք իրան։ Օրինակ ստեղ բան, ինչ որ տեքստ է, մեջը բարև, երբ ես գալու եւ այն մի խոսքով, ամեն ինչ կոշտ ռ-ով է գրած, ուզում ենք դարձնենք ռ-ով, ոնց կարանք անենք, գրում ենք s-get replace ու տեքստի մեջ տալիս ենք ռ ու ռ, ստորակետով բաժան։ Նախ այն ինչ ուզում ենք փոփոխենք, հետո այն թե ինչով ենք ուզում փոփոխենք։ Սա որ աշխատացնենք, ինքը մեզ վերադարձնում է այս նույն տեքստը, ուղղակի սաղ ռ-երը փոխած ռ-երով։ Բայց եթե տպենք այս մեր s-ը, կտեսնենք, որ ինքը չի փոխվել իրականում։ Այս Լուսինեի հարցի հետ կապված էլի ոնց որ այդ հարցի կիրառություն, սենց մեթոդ կիրառելը հենց սկզբնական փոփոխականը չի փոփոխում։ Այս էլի մնացել է սենց ռ-երով։ Եթե ուզենք փոփոխենք, պետք է գրենք օրինակ s-ը հավասար է s-get replace, այդ ձևով արդեն ինքը կդառնա նոր արժեք կընդունի, էլի։ Այստեղից ինչ որ հարց։ Okay։ Հաջորդ մեթոդը այդ ոնց որ ավելորդ բացատներից ազատվելու համար մեթոդն է։ Իմ մոտ հենց համատաբար վերջերքս եղել է դեպք, որ կոդ եմ գրել, որ մուտքում անուններ ընդունում մարդու ազգանունը, երբ որ արդեն ընդունած էր լինում, կտեսնում էին այդ անունը գալիս էր, բայց մի հատ է բացատ էր աչից լինում։ Ու ես այդ բացատի մասին հետ ոչ բան չէի անում ու ոնց որ հայկ բացատ ոչ մեկ չկար, դրա համար ոչ բան չէր բերում։ Մինչդեռ պետք էր ուղղակի այդ բացատներից ազատվել ու հաճախ է լինում էլի, որ աչից կամ ձախից ինչ որ ավելորդ բացատներ ա դրված լինում, կամ ինչ որ ավելորդ նիշեր ա դրված լինում, ու այդ մեթոդների այդ խնդրի դեմ պայքարելու համար կա strip մեթոդը։ Ստեղ օրինակ sense մի հատ տեքստ, sense լիքը բացատ է, խառը խշտիկ ինչ որ տեքստ է, որի մեջ կարա էլի բացատ լինի, հետո վերջից էլի մի հատ ինչ որ ուղղակի պոչից բացատներ ա դրած։ Հիմա այս պոչից բացատները կորցնելու համար պետք է գրենք s-get strip մեթոդից օգտվենք ու տեսեք ձախից էլ չկա, ստեղ էլ sense որ ընտրեմ կտեսնենք, որ աչից չկա, էլի։ Այս գծիկով վերջանում է, էլի ինքը։ Ու եթե ուզենանք հենց մենակ ձախից կամ հենց մենակ աչից վերացնենք այդ բաները, բացատները, կարող կիրառենք l-strip, այսինքն left strip ու r-strip, right strip մեթոդները, ու ինչպես նաև կարող ենք ստեղ ուղղակի բան անենք, ասենք, որ ինքը ոչ թե բացատից բացատները հեռացնի, այլ օրինակ վերացնի բաները, գծիկները։
Այսինքն էլի ուղղակի բացատրել այդ լրելյան default արժեքն է, էլի, բայց փոփոխման պիտանի է։ Ստեղից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Ընդհանուր ավելի ճիշտ է բանից, string-ների մեթոդներից հարցեր։ Այսքան մեթոդն ենք այսօր նայելու, էլի։ String-երից էլի մեթոդ նկատում։ Դե լավ, գնանք առաջ, հիմա էլ լիստերի մեթոդներ, հետո էլ մի հատ վարժություն կանենք, որ ուղղակի ամրապնդի այս ամեն ինչը։ Այստեղ էլի հղում եմ դրել, լիստերի մեթոդները այդքան էլ շատ չեն, ու մենք համարյա բոլորին նայելու ենք, բայց ամեն դեպքում այս հղումը կարաք ձեռի տակ ունենաք, մի խոսք այս նույն կայքից բան, նյութ է, այս WRX cool ընդհանուր բավականին լավ կայք է, էլի։ Դե լավ, անցնենք լիստերի մեթոդներին, մի մեթոդի հետ արդեն ծանոթացել ենք, օրինակ փոփոխական ունենք մրգեր 1, եթե ուզում ենք ինչ-որ բան ավելացնենք, գրում ենք մրգեր 1 get append, հիմա եթե ուզենանք ցուցակով լիքը տարբեր բաներ ավելացնենք, ասենք բան, ինչ-որ մրգեր 1 ունենք ու մրգեր 2 ունենք, ուզում ենք այդ երկուսը իրար միավորենք, դասպագեմ։ Մի մեթոդ անցել ենք, կարանք ուղղակի երկու ցուցակ իրար գումարելու համար գրենք մրգեր 1 գումարած մրգեր 2, բայց որպես մեթոդ կարող ենք գրել սենց մրգեր 1 get extend, այսինքն ընդլայնիր, մի դեպքում append, մի դեպքում extend, էլի, մի քանիսի դեպքում։ Ասենք մրգեր 1 extend մրգեր 2 ու մրգեր 1-ը եթե տպենք, ինքը դառնում է բան, այս 5 էլեմենտը իրար հետ միաժամանակ, էլի։ Բայց ու ինքը append-ի պես նույն ձև ոնց append-ը, ուղղակի մի տողով գրում ենք ու ինքը տեղում փոփոխում է այս մրգեր 1-ը, էլի։ Չենք ասում, ասենք մրգեր 1-ը հավասար է մրգեր 1 get extend, էլի։ Այս պահը պարզ է։ Okay, հիմա ոնց որ շատացնում ենք, հիմա հակառակը, եթե ուզում ենք տես վերացնենք էլեմենտները, տես լրիվ մաքրենք ցուցակը, գրում ենք ուղղակի մրգեր get clear, ու ինքը մաքրում է, դարձնում է դատարկ ցուցակ։ Հիմա մի հատ ավելի օգտակար բան, որը որ ժամանակին profound-ում տես մի քիչ տանջվել են գրելու համար, իսկ հիմա ուղղակի մեթոդով կունենանք, այդ ցուցակ սորտավորելն է։ Եթե ցուցակ ունենք, A ցուցակ ունենք, ուզում ենք իրեն սորտավորենք, կարող ենք ուղղակի A get sort։ Ահա։ Ու նաև այդ կարա անի ինքը տեքստերի հետ, էլի, այբենական կարգով կարա գաղ դասավորի։ Ու մի հատ էլ բան, այն ժամանակ, որ ինչ-որ բան պտտելու համար գրում ենք սենց վերջակետ -1, հիմա կարանք հենց դրա համար մեթոդ օգտագործենք, գրենք A get reverse։ Մի քիչ սպասեմ, եթե հարցեր կա ասեք։ 5, 4, 3, 2, հա։ Չսեցին։ Երկու հատ հարց տա։ Պլյուսի մեկ էլ այդ extend-ի տարբերակ, այսինքն որ մի տարբերակով գումարենք կամ մյուսով, իրանց մեջ ինչ-որ էական տարբերություն կա, թե չէ։ Առաջի հարցն է։ Հա, միանգամից այդ պատասխանեմ, հետո երկրորդը, էլի։ Եթե ուզում ենք մրգեր 1-ը դարձնենք բան, եթե ուզում ենք հենց մրգեր 1-ը փոփոխենք, այսինքն մրգեր 1-ը ընդլայնենք, եթե մեր նպատակն է ոնց որ այդ երկու ցուցակից մեկը փոխել, այդ ժամանակ օգտագործենք get extend-ը, որ ինքը ավտոմատ փոփոխի։ Բայց եթե ուզենանք օրինակ ունենք մի հատ ուրիշ փոփոխական, որը որ բոլոր մրգերը կպայի, ասենք գրենք բոլոր մրգեր, այդտեղ արդեն պետքա պլյուս օգտագործենք։ Այս մեկը տեղում փոփոխում է, մյուսը ուղղակի վերադարձնում է արդյունքը, էլի։ Okay։ Մերսի։ Մյուսներ բանի սորտավորման հետ կապված ինքը ընդհանուր ոնց որ սորտավորումա
բոլոր տառերով, թե մենակ ամեն բառի առաջի տառերով։ Ամեն բառի առաջի տառով, հետո եթե ասենք երկու տեղ այով սկսվի, արդեն ըստ երկրորդ նիշի է սորտավորելու, ըստ երրորդի ու տենց գնալու է, էլի։ Okay, merci։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Դե լավ, հեռացնելու հետ կապված էլ մենք կարանք հեռացնելու համար օգտագործենք get remove հրամանը, ստեղ գրենք օրինակ a.get remove կամ a.get, մի խոսքով, չգիտեմ կանենք օրինակ դրա ստեղ, հա, հասկացա։ Ու remove անելուց ինքը գալիս է ուղղակի հեռացնում է առաջի հանդիպած տենց տեքստը, օրինակ այս i-ը հեռացրեց, դարավ սենց ծո, բա, ծո, պանիր, ինչեր եմ գրել։ Ու եթե երկու հատ լինի, ուղղակի հեռացնելու է առաջինը, էլի։ Մի հատ ուղղակի սենց նրբություն ես remove-ի հետ կապված, ինքը տենց իրան բռնում հեռացնում է, վсё, կորավ գնաց դա, էլ արդեն չկա։ Եթե ուզենանք պահենք վերջ, պահենք այդ փոփոխական, օրինակ, չգիտեմ, հերթա, այդ հերթի մեջ մարդկանց անուններն է, ինչ որ մեկին ուզում ենք կանչենք, իրան հիմա պետք է այդ հերթից հանենք, չէ՞։ Բայց հերթից որ հանենք, մեզ ինքը պետք է, չէ՞, որ սկսենք սպասարկել օրինակ։ Այդպես դեպքերի համար կա ավելի հարմար մի հատ մեթոդ, նախ ստեղ ոնց որ եթե նայենք ասենք գրենք ջնջած a.get remove ու ասենք առաջի էլեմենտը ջնջենք կամ եթե i գրենք, հետո այդ an եթե տպենք, հա ինքը հեռացրած կլինի այդ էլեմենտը, բայց եթե տեսնենք թե այդ ինչ է ինքը ջնջել, ինքը ոչ մի չի ցույց տալու, մեզ տենց գրելու է none։ None-ը այդ Python-երեն ոչ մի բանն է, էլի։ Եթե ուզում ենք որ իմանանք թե ինքը ինչ է հեռացրելու, այդ ունենանք պահած փոփոխականի մեջ, այսինքն ինքը ջնջածը մեզ հետ տա։ Պետք է օգտագործենք get pop մեթոդը։ Pop-ը ուղղակի տրված ինդեքսով էլեմենտը հանում է ցուցակից, տալիս է մեզ։ Ստեղ արդեն ինդեքսով ենք, բայց աշխատում էլի, այտենց մի հատ նրբություն։ Սա եթե աշխատացնենք, ստեղ մեր ջնջածը արդեն լինում է այդ մեր i-ը, էլի։ Ստեղ տեքստով չենք կարող էլի աշխատենք։ Տեքստով իրականում եթե աշխատեր, անիմաստ էլ կլիներ, էլի, որտեվ եթե գիտես հստակ տեքստը, էլ ինչի համար ես բան անում, էլի։ Աշխատացնում հենց pop-ը։ Ստեղից ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Այսինքն pop-ը ցույց է տալիս որն ենք չէ անել։ Բան վերադարձնում է այն ինչ հանել ենք։ Շատ ճիշտ է։ Այսինքն եթե մենք որ փոփոխականի չվերագրենք այդ a.get pop-ը, ինքը error կտա, հա։ Չէ, կարանք բան չանենք։ Ինքը ոնց որ վերադարձնում է ու կօգտագործես թե չես օգտագործի, արդեն քո գործն է, էլի։ Այս դեպքում էլի նույնը տպեց, որտեվ հիշողության մեջ պահել էր այս ջնջածը, բայց եթե չլիներ, ուղղակի չէր բան անի, էլի, չէր իմանա ինչ է։ Այս նույնն էլ է remove-ը բանը ոնց որ կարանք ամեն ինչ ուղղակի գրենք, էլի։ Ինքը հնարավորություն է տալիս վերցնելու իր վերադարձած։ Այդ հնարավորությունից կօգտվենք թե չէ, արդեն մեր որոշելու վրա է, էլի։ Էլի ինչ որ հարցեր։ Let's index-ը։ Դա լավ, մի քանի հատիկ մեթոդ մնաց իրականում, քիչ է մնացել բավական շատ։ Ինչ որ բան ավելացնելու հետ կապված սովորեցինք, գիտենք էս append-ն է, բայց append-ը ավելացնում է վերջից։ Կա նաև մեթոդ, որ տենց ավելացնում է ինչ որ դրված մեր ուզած դիրքում, տեղադրում է որտեղ որ ասենք, ու այդ տեղադրելը insert-ն է։ Գրում ենք օրինակ մրգեր get insert, գրում ենք index-ը, ասենք առաջի ինդեքսում դիր։
ու գրում ենք այս արքայա խնձոր օրինակ, ասա եթե աշխատացնենք, տեսնենք տվեց խնձոր, հետո արքայա խնձոր ու տենց։ Արքայա խնձորը եկավ դրեց առաջին դիրքում, էլի 0-1։ Ու նաև եթե շատ մեծ թիվ տանք, ինքը ուղղակի վերջում կդնի, էլի։ Բայց եթե շատ մեծ թիվ է, կարա append-ը լինի, էլի հանգիստ տեղը։ Ու ոնց որ հակառակն էլ թե ոնց իմանալ թե որտեղ է ինդեքսը, կարող գրենք mrker.index ու ասենք գրենք արքայա խնձոր, ինքը վերադարձնի, որ արքայա խնձորը առաջի դիրքում էր, հա print-ը չեմ գրել։ Ու եթե գրենք ինչ-որ բան, որ չկա իրականում, ինքը error-ա գցելու, ուստեղ չունենք այն փափուկ find մեթոդը, էլի, ստեղ մենակ այն կոշտ print-ն է, կոշտ index-ն է։ Այսինքն եթե չեղավ լիստերի դեպքում error ենք հանդիպելու, էլի։ Ինչ որ հարցեր ստեղից։ Լավ։ Մեկ էլ ընդհանուր ոնց որ այս help մեթոդը ստեղ էլ կարող կիրառենք, մենք օրինակ help mrker.index ինքը մեզ վերադարձնի ինդեքսի հետ կապված տենց օգնող նամակ, թե ինքը ինչ է անում։ Այս help-ը հիմնականում ամեն ինչի հետ էլ կարող կիրառենք, էլի, եթե գրված կա թե այդ օգնող տեքստը գրել են ծրագրավորողները, կարող help-ի միջոցով ստանանք։ Բայց արդեն այն փուլում ենք, որ Google-ն էլ պետք է մեզ շատ օգնի ու ինչ որ մեթոդ, եթե չգիտենք ոնց է աշխատում կամ չգիտենք ինչ մեթոդ կա, որ տենց բան կարա անի, գնում Google-ում ենք ուղղակի, էլի։ Ինչ որ հարցեր կա, լսում եմ։ Իսկ ChatGPT-ին Python-ից ոնց է տենց լուրջ հարցերից գլուխ է հանում։ Բավականին լավ է ChatGPT-ն, իրականում ես այս նյութերը որ սարքում էի, ChatGPT-ն շատ մեծ դեր է խաղացել, էլի, տենց իր հետ քննարկում ենք ինչ ներառենք, ինչ չներառել, որտեղ ինչքան օրինակ, ինչ օրինակներ դնել բան։ Ես իր հետ լիքը խորհրդակցել եմ սարքելուց ու հենց ուղղակի գործի մեջ կոդ գրելուց էլ բավականին հաճախ օգտագործել եմ։ Ինքը շատ լավ է, ահագին լավ է Python-ից։ Ուղղակի ոնց որ հիմա հələ չարժի օգտագործեք էլի իրեն։ Ստանալի, հա, որը շրջանն է, կախվածություն Հա, չառաջանա։ հա, ոնց որ չհեշտացնի գործը, էլի, որ հեշտացնի, հետո հա, մենակով դժվար կլինի գրելը, էլի։ Հələ մի քանի ամիս էլ կամ թեկուզ տարի մենակով գրել մեծամասամբ, հետո GPT-ով։ Կամ GPT-ին կարելի է օգտագործել արդեն գրված կոդից կարծիքներ ստանալու համար, էլի, ինչ որ բան սարքել եք, տաք իրան, ասեք, հա, ո՞նցն է, ինչ կասես, ինչ արժի դզել։ Բայց չասել էլի, հələ սա գրի։ Այդ գիտեմ, որ տես չես անելու, ուղղակի ընդհանուր եմ ասում, էլի։ Չեմ մտածում ինչ որ կոնկրետ մեկը անելու է այտենց, բայց ընդհանուր ասում եմ, էլի։ Հասկանալի է, շատ շնորհակալություն։ Ահա։ Էլի հարցեր ժողովուրդ, այս ամբողջ դասից այսօրվա։ Տեսական նյութ է էսեր, էլի։ Դե լավ, եկեք մի հատ վարժություն գրենք, որ ամրապնդվի մի քիչ այս անցածները, չնայած ամրապնդվելու համար շատ տնայինն է այդ գործը անելու, բայց մի հատ sense վարժություն կարգին հաղորդումի այն որ մի հատ տուրիստ է գալիս, ինչ որ ջրի բան է, չեմ հիշում, հայերենով կալաձեցը, որ ինչ որ բան է ասում, պտտած հետ է վերադասում, ասում ենք բարև ոնց ես, ասում է բարև ինչ կա, չկա, ասում է կա ինչ բարև, տենց պտտած ասում է, էլի, այնտեղ մի քիչ ուրիշ օրինակով էր ասում, բայց այսքան մենք ասենք բան, բարև Հայկ, ասի Հայկ բարև։ Պատկերացրիք, չէ՞ խնդիրը։ Բարերը հակառակ հերթականությամբ վերադարձնի։ Եկեք փորձենք այդա գրենք, էլի։ Ունենք այդ մեր ինչ-որ տեքստը, թող լինի օրինակ բարև, պանիր, չգիտեմ ինչ գրեմ, հիմա սա գա դառնա բան։ Պանիր, բարև։ Այսա պետք է սարքենք։ Ինչ կասեք, ոնց կարանք անենք։
text get reverse։ Ահա, լավ արկածա, փորձենք։ Եկան տեքստ բան լիստներ ոնց որ թե reverse-ներ տեքստը չուներ։ Ես էլ մոռացա որ չուներ։ Չէ, այդ reverse-ը տեքստի լիստի ժամանակ ենք անցել։ Բայց ոնց կարանք տեքստը պատտենք առանց այս reverse-ի էլի, մի հատ ձև գիտենք, չէ։ Դե գրենք text 2 հատ վերջակետ -1 Աշխատացնենք ու տեսնենք ինչ է տալիս։ Ահա, rnap եւ rab։ Հենց կոնկրետ տառ ամեն ինչ պատտել է։ Իսկ մեզ պետք է որ ինքը բառերի հերթականությունը չէ փոխի ուղղակի։ Դե այսինքն պիտի տեքստի տարերի հերթականությունը փոխի, ոչ թե այդ տեքստի ընդհանուր բովանդակությունը։ Հա, այս տեքստի Ահա, պետք է բառերը փոխի։ Չենք կարա split անենք ու join անենք։ Ահա, շատ ճիշտ է։ Հենց տենց ուղիղ այս տեքստը չգիտենք ոնց բաժանենք, էլի։ Մենք պետք է հասկանանք բառերը որոնք են, հետո այդ բառերը պատտենք, չէ։ Հիմա որպեսզի ստանանք մեջից բառերը, պետք է կիրառենք split մեթոդը, ասենք գրենք ստեղ words-ը հավասարա նույնը text get split, չէ։ Մենք տպենք այս words-ը։ Հա, այս վերջինը hedge։ Հիմա ցուցակով ունենք այս բարև ու պանիրը։ Հաջորդ քայլը մեր ո՞րն է։ Join անենք, բայց լիստը շրջած։ Դե եկեք ուրեմն որպես հաջորդ ճիշտ ասածը, եկեք որպես հաջորդ քայլ փորձենք պատտենք այս ցուցակը։ Այսօրվա անցած ձևերով։ Ոնց գրենք։ Հրամանի անունը չեմ հիշում։ Հա, օքեյ, նորմալ է։ Կարենը ասաց իրականում words get ահա, reverse։ Այս կոդ գրելուց մեզ լավ օգնում է, էլի այս բան։ Որտեղով որ կոդ գրենք, լավ օգնելու է։ Սա եթե աշխատացնենք, արդեն լինում է պանիր բարև։ Մնում է վերջի փուլը։ Հա, join։ Գրում ենք, ինչ ենք, ոնց ենք գրում։ Words reverse get join։ Այս բան, այս words reverse-ը ինքը արդեն պատտել է, էլի, մենք ստեղ տպել ենք words-ը ու ինքը պատտած է արդեն եղել, էլի, ինքը տեղում արդեն արել է։ Հա, փոխել։ Այսինքն words get join ու ինչ։ Probel։ Թե default-ով probel է ինքը։ Դե իրականում մի քիչ սխալ ենք գրել, բայց մոտ ենք, իրականությանը մոտ ենք։ Ժորդ, կարող է հասկանալ ինչն է սխալ գրած։ Հա, Մերի։ Կարող պետք է մի հատ words reverse-ը պահենք ինչ որ նոր լիստի մեջ նոր դա Լավ վարկացա։ Հա, որտեղ փոխել ենք ու օգտագործել ենք հինը մեր, չէ։ Չէ, ինքը արդեն հին չի, ինքը այսա տեղում փոփոխում է։ Հա, հենց իրական վրա փոփոխում է։ Okay։ Այսպես որ աշխատացնենք։ Ահա, ինքը պատտվել է արդեն, էլի։ Հա, okay, merci։ Որպես հուշում ասեմ, որ այս join-ը ինքը string-երի մեթոդ էր։ Այսինքն ինչ որ string get join ու ինչ որ բան, էլի։ Այսն էլ որ ասում ենք գրելած են մի քիչ անսովոր է։ STR-ի մեջ որ վերցնենք իրան, չի սարքի string։ Չէ, խնդիրը words-ը վերցնենք string-ի մեջ։ Ահա։ Բայց ավելի ճիշտ ընդհանուր։ Չէ, դե սա եթե աշխատացնենք ուղղակի, ինքը ասելու է, որ սա չունի string join մեթոդ։ Լիստի համար չկա join մեթոդ սահմանված։ Օրինակ words-ը որ վերցնենք այդ արդեն
նստած որցը որ վերցնենք string-ի մեջ ու իրան join անենք, չէ, սենց չի։ Պետք է ինչ-որ ստորակետով ասնենք կամ Ստորակետով հասկեց split անեմ, բայց ինչ? Օրինակ ստորակետով էլ ինչ-որ մի բանով առանձնացնենք, հետո Բայց ոնց ենք առանձնացնում այդ ցուցակը։ Ինքը արդեն առանձնացված է, էլի էլեմենտները։ Եթե ճիշտ հասկացա ինչ ես ասում։ Իսկ այս բան str-ի մեջ list գրելն էլ ինքը իրականում տենց մեզ ոչ միտեղ չի հասնում։ Ինքը վերադառնում է հենց նույն բանը իր նույն տեսքով։ Այս join-ը ճիշտ հրաման է, ուղղակի գրելաձևի բանն է։ Ինքը ստեղ որ ես գրեցինք words get join աշխատացրել, ասես list օբյեկտը չունի join մեթոդ։ Դեռ join-ը string-երի մեթոդ է։ Նա ասեմ մի անգամից երևի։ Ստեղ էլ երկրված։ Այս մեր join-ը ինքը որտեղ է ինքը, հա։ Իր գրելաձևը սենց էր, մենք սկզբում գրում ենք, թե ինչով ենք ուզում միացնենք, հետո գրում ենք get join ու իրեն տալիս ենք, թե ինչ ենք ուզում միացնենք։ Այսինքն սկզբում գալիս էր այն, թե ոնց ենք միացնում։ Այս բառերը ինքը ուղղակի մուտքներ, այդ join-ի մուտքներ, էլի, այդ արգումենտներ, սենց ասած։ Այսինքն ստեղ ինչ պետք է գրենք։ Այսինքն շարքերների մեջ join բառեր words, то есть join words։ Սա եթե print անենք։ Ստացվեց։ Այսինքն խնդիրը ջարդեցինք ենթախնդիրների, հասկացանք, որ ուղիղ string-ի հետ չենք կարող գործ անենք, string-ից եկանք դառանք list, list-ի վրա ինչ պետք էր արեցինք ու հետո հետ միավորեցինք, հետ միացրեցինք, դարձրեցինք string։ Մենք ստեղ օգտագործեցինք 1, 2, 3 նոր հրաման։ Ստեղ ինչ-որ հարցեր կան, ժողովուրդ, նորմալ էր։ Իսկ ընդհանուր դասից, ամեն ինչից այսօր։ Իսկ կարող ենք տենց օրինակ հիշել, որ լիստերի այս հրամանները հիմնականում լիստերը փոխում են, իսկ string-երը ոչ, թե էլի կոնկրետ հրամանով պիտի հիշենք։ Հա, հիմնականում լիստերի վրա ամեն ինչ էլ ոնց որ թե փոփոխվում է։ Մի հատ ցուցակը բացեմ։ Այս append-ը ավտոմատ փոխում է, clear-ը ավտոմատ փոխում է, copy-ն hedge, հա, այս count չասեցի, այս count-ը չնշեցի, բայց կարանք նույն ձև ոնց string-երի դեպքում ենք գրում get count, նույնը լիստերի դեպքում get count ունենք։ Extend-ը տեղում փոխում է, pop-ը տեղում փոխում է, remove-ը տեղում փոխում է, reverse-ը տեղում փոխում է, sort-ը տեղում փոխում է, ոնց որ թե բոլորն էլ տեղում փոխում են, էլի, ինչ տենց էլեմենտ փոխելու հետ կապ ունի, տեղում փոխում է, էլի։ String-երի դեպքում էլ string-երի մեթոդները մի քիչ շատ են իրականում։ Այսա բացի թերթեմ, բայց էլի մեծամասամբ փոփոխող են, էլի, ավտոմատ փոփոխում են։ Չէ, չնայած Չէ, string-երի դեպքում մի քիչ խառնոտ է։ Բայց բավականին շատ են, էլի։ Կլեզուկ մի անգամ օրինակներով անցնել։ Օրինակ վրա։ Փոխում են, lower, մեծատառ փոքրատառը օրիգինալ string-ը փոխում են, թե Լավ հարց է, եթե ճիշտ ասեմ, չեմ հիշում, ոնց որ թե չեն փոփոխում։
Չէ, չեն փոփոխվում, բայց հեսա ստուգենք։ Ուղղակի վերադասնում են այդ մեծացրած տարբերակը։ Հա, չեն փոփոխվում։ Էլ որոնք հետաքրքիր միանգամից նայենք։ Չէ, ինձ թվում է պրոստը այդ ստրինգերը հիմնականում չեն փոխում, լիստերը փոխում են, ուղղակի էդիտորը ուզում էի իմանալ ճիշտ է թե չէ։ Հա, ընդհանուր առմամբ հա ճիշտ է այդ պնդումը։ Լավ, մերսի։ Շատ լավ։ Էլի հարցեր ժողովուրդ։ Այսօրվա տնայինը լինելու է հետևյալը։ Հաջորդ բաժինն է ուղղակի, որ հենց ուղղակի նվիրված է լիստերի ու ստրինգների մեթոդներին։ Բաժին 11-ը։ Ինքը 15 հատ խնդիր է, որոնք որ ոչ այդքան իմաստային դժվար են, ինչքան ուղղակի պետքա կիրառել այս կարող չնայեք ես վատ կոդը։ Հա, չնայած դաժե 10 բաժինի չէր։ Իրենք շատ ուղղակի ձեռք բացելու համար խնդիրներ են, ինչը հենց հիմա պետք է, էլի, հենց այս բաժնի համար։ Հենց որ սա աշխատեք անեք, էլի։ Ու լրացնել նախորդների տնայինները։ Այս 12-ը հեչ, մնացած ամեն ինչը լրացնել, էլի։ Կարևոր է իսկականից, էլի, տնայինը տեղը գցելը։ Դե ինչ-որ հարցեր կան։ Ես այս PTV խնդրից մի հատ որ գրել եք պետքա ձև գտնենք ոնց ստանալ B-ի արժեքը, այսինքն մեծ B-ից չենք կարող օգտվենք։ Կարանք, հենց էդ է պետք։ Հենց էդ էր պետք, էլի։ Google-ել տեսնեմ, որ Հա։ Հա, մտածել եք մոտարկել B-ն ինչ-որ ձև։ Հա, մտածել եմ, դենց շատ հեշտ է, ուրիշ ձև պիտի գտնենք։ Հա, չէ, այդ զուտ իմաստը Google-ելն էր, էլի, բայց մոտարկելով էլ ինքը բավականին հետաքրքիր է, էլի։ Ինչ-որ շարքի գումար որպես ներկայացնել, բան, այդ էլ է հավես խնդիր։ Դրա վրա եթե ուզեք մտածել, շատ խնդիր կլինի, բայց այստեղ հələ դեռ պետք է ուղղակի Google-ել։ Հա, բարձր։ Լևոն, ինչ-որ հարց կար։ Ես ոնց որ 12-ը արել էի, անի վերջին տնայինի, արդյոք տնայինից մենակ էլի ասել։ Զայ կոդս նայ կնայ օպտիմալ լուծում տվել թե չէ։ Այս 10-ի 12-ը, հապալասը։ Ահա։ Հա, այդ ես մի հատ կնայեմ, կգրեմ դրա հետ կապված։ Հիմա բան չանենք։ Հա։ Եթե հանկարծ մի երկու օրվա ընթացքում չգրեմ, կարող եք մի հատ հիշեցնեք, բայց ինձ թվում է կգրեմ։ Էլ ինչ որ հարցեր, նշումներ կամ ցանկացած բան։ Հա, այս որ բացվում է նոր, դրա 5-րդ կետի ասել էիք մենակ 1-ը 1.6 չէ անի։ Ինչը որ բացվում է։ Այս որ իբր հեշտերը անում ենք, անցնում է բարդին։ Side quest-երը, հա։ Ահա։ Տեղի 5 ասել էիք 1-ը 1.6-ը։ Հա, ես ասել էի, որ այս 2-ից 5-ը մի քիչ սպეციფიկ բան է ու շատ ուշուշ է պետք գալիս։ Ինքը բոնուսային, հավես ժամանակ կունենաք, բռնեք արեք, չէ։ Լավ եղավ։ Իսկ այս 1-ը ու 6-ը իրանք այս 6-ն էլ իրական շատ սպეციფიկ է, էլի։ Կոմպլեքս թվերի հետ շատ քիչ տեսակի գործեր կա, էլի, որ կոմպլեքս թվերի հետ են առնչվում։
Դրա համար ոնց որ գուցե այս տնայինից հետո էլ ոչ միտեղ չանեք ուղղակի կոմպլեքս թվեր չօգտագործեք, դրա համար դա էլ կարելի է նույնիսկ բաց թողել, իսկ մեկը ինքը նորմալ խնդիր է, էլի սովորական ավանդական խնդիր է։ Բայց այս էլ ընդհանուր եմ ասում, այս լրացուցիչները ոնց որ մենակ հիմնականը անելուց հետո էլի նայեք։ Հենց դրա համար է լրացուցիչ էլի։ Հələ դեռ տենց համարյա ոչ մեկ չկա էլի, որ լրիվ արել է տնայինը, ինչը լավ չի։ Էլ ինչ որ ցանկացած նշում հարց ինչ ասես։ Դրանով այդ դեպքում անցնենք բան պրակտիկայի այս bulls and cows խաղը գրենք ով ծանոթ չի խաղին կամ չնայեց խաղը մինչև 10-ը թող ձեր բարձրացնի էլի Okay, այդ դեպքում պատմեմ խաղի իմաստը հետևյալն է երկու հոգի են խաղում երկու թիմ ամեն մեկը մի հատ քառանիշ թիվ է մտապահում առանց թվանշանների կրկնության ասենք 1 2 3 4 ու պետքա փորձեն գուշակել այդ թիվը մեկը մյուսի թիվը պետքա փորձի գուշակի 1 3 5 7 1 2 3 4 ոնց է արվում process-ը ամեն մեկը ասում է մի հատ ինչ որ գուշակության թիվ ասենք ես ասում եմ կարող է թիվը իրականում 2 3 5 6 է ու մարդը դրան պատասխանում է սենց Սկզբում ասում է թե քանի նիշ կա, որ իրականում իր թվի մեջ կա, այս դեպքում օրինակ 2-3-ը այս վերևի թվի մեջ կա, ասում է 2։ Հետո ասում է թե քանի նիշ կա, որ ճիշտ դիրքում են։ Այստեղ որ նայենք, ոչ մեկ էլ ճիշտ դիրքում չի, պատասխանում է 2-0։ Հետո ասում եմ, օքեյ, դե մի հատ ուրիշ թիվ փորձեմ, ասում եմ օրինակ 1 2 4 4 7 օրինակ։ Ինքը սրան պատասխանում է, ասում է 1 2 4 1 2 4 սրանք կային, պատասխանում է 3, հետո այս 1 2-ը ճիշտ դիրքում է, 4-ը սխալ դիրքում է, պատասխանում է 2։ Սենց 3 2 է պատասխանում։ Հերթով տենց իրար ասում են, խաղը գնում է այնքան ժամանակ, մինչև մեկը մյուսի թիվը չգուշակի։ Օրինակ հիմա եթե բան, ասի 4 3 2 8 Սրա պատասխանը ինչ պետք է լինի։ 3-0 5-3-0 Չէ, 3-0 3-0, հա։ Ահա 4-3-2-ը բոլորն էլ կան, բայց ոչ մեկ ճիշտ դիրքում չի իրա։ Ինչ որ հարցեր կա խաղից։ Դե լավ, դե դեպքում անցնենք գրելուն։ Իրականում մտածում եմ ոնց որ գրենք, թե ասեմ չէ տնային ու որ այսօրվա դասը կարճ էր, դրա համար մտածեցի կարող է այսօր բռնենք գրենք բայց եթե ասենք հիմա դասին միացածներով ասեք որ լավ կլինի եթե մենակով գրեք էլի ուղղակի որ տնայիններն էլ լրիվ արված չի վստահ չէի որ սրանք կհասնեք բայց եթե ասենք բան մեծ մասը ուզի ասի որ չէ լավ եկեք բան անենք եկեք թող մնա մենք կգրենք կարանք հիմա այս չգրենք էլի այսքան հարցը սենց եթե հիմա չգրենք դուք կնայեք սա կփորձեք անել մոտակա ասենք մի 10 օրվա մեջ թե տնայինները հազիվ եք հասցնում այս խնդրին չեք հասնի քիչ մարդ ենք եթե ամեն մեկը առանձին իր կարծիքը կարա ասի ուղղակի ըստ դրա հասկանանք ես ժամանակ ունեմ կարանք գրենք էլի
Զուտ լավ կլինի, եթե դուք գրեք։ Որով կարամ ասեմ դժվար է ասում։ Ամ Ահա, մի դժվարն է բան։ Այսինքն հիմա գրել, հետո գրել։ Էլի կարծիքներ կասեք, ժողովուրդ, հասկանանք։ Հիմա գրենք։ Ահա։ Շուշան, Կարեն, Մերի, Լուսինե, դուք էլ կասեք։ Ես կուզեմ տնային մնա։ Եթե 10 օր ունենք, էլի։ Այդ 10 օրը ընդհանուր է ասում, էլի, որ վերջնաժամկետ չկա, կարող է զուտ իմանանք, որ դրան հասնելու ենք, էլի։ Okay, Հիմա կարող ենք փորձել, եթե չստացվի, միասին անենք։ այսինքն հետո Շուշան, Կարեն, դուք եք ասեք։ Հույս ունեմ նույն բանը կասեք, թե չգիտեմ ոնց ենք ընտրելու։ Ես Լուսինեի։ Չլսեցի։ Այսպես on-line զանգերի ավանդական վատ բան է, որ չես հասկանում, երբ սկսես խոսալ։ Եկեք ձախից։ Okay, Շուշան։ Ես Լուսինեի օրին եմ, եթե 10 օր կա, ուրեմն հետոյի ունեն։ Ահա, okay։ Կարեն։ Եթե հետո պիտի sense tendency նայենք, ավելի ճիշտ կլինի սման փորձենք include-ին։ Okay, դե լավ։ Ուրեմն սա կարող մնա հետո բան անենք։ Իրականում ես մի հատ միտք ունեի, որ հաջորդ դասից մեկում բան սովորենք, GitHub սովորենք, Git ու GitHub էլի, այն վայրն է, որտեղ որ կոդերն է հավաքվում, որտեղ որ ոնց որ եթե ծրագրավորման պրոյեկտ ես անում, ուրեմն GitHub-ով ես անում, ուրեմն Git-ով ես անում։ Այդ տենց մի քանի թիմերի կամ թեկուզ անհատի աշխատելու համար միջավայր է։ Եթե թողում ենք հետևակ, ակրոս ուրեմն տնայինը կլինի ոչ թե ուղղակի կոդը գրել, այլ կոդը գրել ու տեղադրել GitHub-ում։ Դա էլ կլինի ձեր արդեն պորտֆոլիոյի առաջի պրոյեկտը։ Ոնց որ լավ է, դեպքում Գագիկ ու Լևոն կներեք, բայց ես կմնա հետո կգրենք։ Ու ով երբ գրի, կարա ինձ ուղարկի, էլի։ Պարտադիր չի սպասել, որ հետո GitHub անենք։ Ուղղակի տնայիններից հետո սրանացեք, էլի, ինքը հավես իմ կարծիքով առնվազն ինքը հավեսն է, ավելի հավեսն է, քան տնայինները, բայց տնայիններն են, էլի, որ ավելի կարևոր են։ Այսինքն պիտի 4-4 լինի, խաղը համարվի ավարտված։ Կարանք, եթե ինչ-որ մեկը կարանք բան, ինչ-որ երկու թիմի բաժանենք, մի պարծեղ խաղանք, եթե կուզեք նույնիսկ, կամ հետո իրար մեջ, կամ թեկուզ իմ հետ էլ կարաք խաղաք, ինքը նաև խաղալու համար հավես խաղա, էլի։ Եթե խաղում սրա լուծումները շատ են, հա։ Ինչեր է։ Լուծումները։ Էլի չհասկացա, եթե տենց անենք ինչերն են շատ։ Ասում եմ, եթե չեմ սխալվում, սրա բաները, լուծման ալգորիթմները, այդ խաղի ալգորիթմները շատ են։ Հա, ձենը ահա որ լավ սկսեց գալի մինչ այլոց։ Հա, ինքը բավականին հետաքրքիր խնդիր է, էլի։ Ոնց ալգորիթմիկ ամենակարճ ճանապարհով կլուծես։ Եթե չեմ սխալվում, ինչ որ ապացուցվել էր, որ եթե չեմ սխալվում 8 կամ 9 քայլով հնարավոր է գտնել թիվը, բայց գուցե շատ հավանական է, որ սխալ հիշեմ, էլի։ Ես հենք շատ հետաքրքիր է, կարելի է տարբեր տեսակի ստրատեգիաներ մտածել։ Շատ լավն է։ Ես բաներով եմ ուզում լուծել, ասի ռանդոմներով, ռանդոմների շատ կիրառմամբ, շատպես կիրառմամբ։ Բայց այսքան պատահական ինչ-որ բաներ փորձել, չէ՞։ Ինչ-որ բանի վրա հիմնված պատահականություններ։ Հա, բայց մեկը պետք է տենց լիքը օրենքներ մեջ է գրել, էլի։ Դե հա, անպայման է։ Ես բաներով եմ
Մաթեմատիկայի հաջորդականություններով ասենք։ Հենց էի սկզբից մտածում, որ ասենք խմբերին բաժանենք, օրինակ եթե ասի 3-0, պատահական 3 ընտրենք, հետո բան անենք, ոնց անում է։ Մի հատ էլ պատահական ընտրեք այդ լոգիկայով, եթե ավելի նպաստող պայման լինի դրա վրա շարունակենք, հետո չէ, մի հատ էլ պատահական ընտրենք, դրա վրա նորից փորձենք, այնքան միջև մեզ ավելի նպաստող պայման գա, էլի։ Ահա, այդ լավ ձև է, հա։ Ուղղակի հարցենա, որ եթե բախտը չբերի, կարողա տենց շատ իտերացիաներ գնալ։ 12, դրանից շատ չի լինի։ Հա, ամենավատագույն դեպքում այդ բանն է, չէ, մի րոպե ինչ 12, հա, չեմ ասում։ Վատագույն դեպքը 4-ի ֆակտորիալն է, իրա բանի։ Հա, 24։ Անելով։ Բայց 4-ի ֆակտորիալ։ Բայց կոնկրետ ինչ է 4-ի ֆակտորիալ։ Չէ, մի րոպե 4-ի ֆակտորիալ։ 4-ը չի է, 4 դիրք ունենք։ 9000 է ամենավատ տարբերակը։ Եթե առանց ինչ-որ խելոք բանի գնանք։ Չէ, 9-ի 4 չէ նույնիսկ, 9 անգամ 10-ի խորանար։ 10։ Դե, տենց ավելի ճիշտ է, ասած ավելի ճիշտ է։ Մի հատ հասկանալի, ինքը կարա լինի 1-ից մինչև 9 թվերը, թե արանքում 0 է կարա լինի։ Չէ, 0 է, ուղղակի քառանիշ թիվ էլի, ասենք 1050։ Ցանկացած քառանիշ թիվ էլի, չկրկնվող թվանշանները, որտեղ եթե կրկնվող կարելի լիներ, կարելի ուղղակի ասել 1-1-1, ստուգել, հասկանալ 1 կա, թե չէ 2-2-2, տենց խաղաղագին կհեշտանար էլի, եթե կրկնվողները կարելի լիներ։ Սխալ ասացի, 9000 չի։ 9 անգամ 8 անգամ 7-ը, ոնց որ թե։ Առանց ոնց որ թեի։ Բայց խի անգամ 8 անգամ 7։ Դե նայ, առաջի դիրքում կարանք ընտրենք 9 տարբերակ, չէ, 1, 2, 3, 4, 5, մինչև 9 0 չի կարելի։ Ահա, ընտրեցինք։ Հաջորդ դիրքում հիմա կարանք ընտրենք 1-ից մինչև 0, 1, 2, մինչև 9, ինչ ուզենք, 10 տարբերակ, չէ։ Բացի նրանից, ինչը արդեն ընտրել էինք, որտեղ չի կարող կրկնվի։ Այսինքն 10 - 1, 9 տարբերակ։ Հետո ունենք 10 տարբերակ, բայց երկու հատ արդեն ընտրել ենք, տակը մնում է 8 տարբերակ ու հետո տակը մնում է 7 տարբերակ, էլի։ Լավ։ Հասկանալի է։ Բայց կարելի է։ Բայց ինչ կարելի է։ Հարց։ Հա, իհարկե։ Մի հատ ես տեղ մի քիչ լավ չհասկացա, եթե մաթեմատիկորեն վերցնենք, առաջի թիվը չի կարա լինի 0, երկրորդը արդեն կարա, այսինքն այդ տրամաբանությամբ է, չէ, վերցնում։ Ոնց վերցնենք հիմա ավելի ճիշտ։ Առաջինը 0 չլինի, թե կարա լինի։ Չէ, առաջինը 0 չի կարա լինի, ոնց որ քառանիշ թիվ ուղղակի, էլի։ Ասենք 0-123-ը ինքը թիվ չի, էլի։ 1023-ը թիվ է։ Ուղղակի քառանիշ թիվ, որի մեջ չկա նիշերի կրկնություն, էլի։ Այլ կերպ ասած, հա, առաջինում 0 չի կարելի, մնացածում ամեն ինչ կարելի է, մենակ թե չկրկնվի։ Okay։ Հա։ Այս Լևոնը որ ասաց, տենց հա, լսում եմ։ Իսկ կարող ենք իրենց string-ի կաստանել ու ինչ-որ այդ string-ի function-ներից, մեթոդներից օգտվել, թե պիտի որպես թիվ վերաբերվենք պարտադիր։ Չէ, կարակ ձեզ չտանջեք։ Կարակ ոնց որ string դարձնեք, ինքը պատկերացնեք որպես ուղղակի տեքստ է, ասենց 9 1 3 4, այս string-ի վրա ինչ ուզեք անեք, էլի։ Հենց integer-ով դաժան է լինելու մի քիչ։ Հա, լավ։ Լևոնը որ ասաց, իրականում հավեսի գցեց, կարանք բան, հիմա չէ, բայց ապագայում, եթե ցանկություն լինի, կարանք փորձենք հենց ինչ-որ մի բան, ինչ-որ մոտեցում մտածել, որ
ինքը խաղա էս խաղա ավտոմատ ու տենց քիչ շատից լավ խաղա, փորձենք տենց ինչ-որ բան գրել էլի, ինքը բավականին դժվար ու հետաքրքիր պրոյեկտ կլինի։ Այդ բայց մոտակա ժամանակվա բան չեմ ասում էլի։ Նավ ինչ-որ հարցեր կան ստեղից էլի։ Այս խնդրի լուծումը ասենք որ դուք գրել եք քանի տեղ կոդ եք տեղավորվել ու ինչի բարդության կոդ է եղել։ Հա, դե ես բանն եմ գրել, ոնց որ առաջադրանքը մեր բանն է։ Ուղղակի գրել, որ մարդիկ խաղան իրար հետ։ Հա, այդ հստակ չսահմանեցինք էլի, մեզ ուղղակի պետքա ծրագիր, որ կթողի երկու հոգի խաղա։ Ասենք մեկը գրի 4-3-2-1, իրան պատասխանը գա, հետո մյուսը գրի, մյուսին պատասխանը գա, այսինքն սկզբում երկու հոգի մուտք անեն իրենց թվերը, հետո խաղալով գնան հերթով էլի ու հենց մեկը կրի, ասեն, «Всё, կրեցինք»։ Մեզ էտա պետք էլի, ոչ թե որ ինքը հենց խաղա, ինքը գուշակի բանանի։ X-իկ եմ ասում։ Չինգաչունգը որ գրում էինք, դրա նման բան էլի, երկու հոգի մուտք անում, խաղում են մինչև ինչ որ հաշիվ ու տենց։ Այդ դրա կոդը երևի եղել է տենց մի 40-50 տողից քիչ ինձ թվում է, մի 20 տողից շատ, 50-ից քիչ, երևի մի 35 տողի պատմություն է եղել ինձ թվում է, հիմա որ փորձում եմ հիշեմ, բաները հանած էլի, ասենք, լիքը բացատները հանած։ Իսկ բարդության առումով էլ ինքը հեչ բարդ չի եղել էլի, ասենք այդ հապալասիայգին անգամներով ավելի բարդ է։ Ուղղակի մեջը շատ կոմպոնենտներ կա, որ պետքա իրար սիրուն միացնել ու վсё։ Դες կոդի տեսանկյունից բարդ չի, ոնց որ կարող է հիմա բարդ թվա, բայց հետո որ գրենք պրսնենք, կզգանք, որ ոչ մի բան էլ չկա մեջը, որպես այդպեսին էլի։ Իմ ասած լուծումը ինքը վերաբերվում է մենակ բանի, որ մարդու կոմպյուտերը խաղան։ Հա, այդա արդեն հետաքրքիր է ու այդ արդեն դժվար է։ Ու այդ 30 տողով չեմ կարծենի։ Ես այդ բան, ես տենց հասկացա, որ տենց պիտի լան, այդ տեսակի խնդրի պիտի լուծենք։ Դրա վրա ես երկար ժամանակ մտածում։ Հա, չէ, այս լավ է որ խոսացվեց ուրեմն, այդ եթե լինի շատ ընտիր կլինի, բայց այդ իսկականից հիմիկվա չէ։ Բայց դրա լուծումը ասենք ինչ բան է, ինչ ծավալ է մոտորապես։ Չգիտեմ, ես իրականում չգիտեմ էլ ոնց որ օպտիմալ ալգորիթմը հենց որն է ընդունված էլի։ Մենք նայենք։ Արդիկ հոդվածներ են գրում այս խաղի մասին էլի, մոտեցումի մասին։ Բացատրում են։ Կանք այս մեկ նայենք, կվաստեղ ինչ-որ օգտակար բան լինի։ Բայց հոդվածներ կան դնել։ Python-ով որ in Python որ բան է։ Դա մեր Python-ի կոդի երիկա հասկանանք։ Այդտենց կարող է բան անի, ինչ որ ուղղակի ինչ որ մարդկանց կոդեր բերի, բայց ոչ տենց տպագրված հենց իսկականից ապացուցված օպտիմալ մոտեցում էլի։ Այ շատ պետքա հոդվածներ նայենք, ինձ թվում է։ Եթե ուզում ենք ամենաօպտիմալը հասկանանք էլի։ Այս մեկն էլ նայենք, եթե չլինի, հետո մի հատ Python բառներ կգրենք։ Հա, դա Python-ով չեմ գրում։ Strategy։ Այս խնդիրը երևի ավելի բան ճիշտ կլինի C++-ով կամ դաժե C-ով գրենք, որ շատ արագ է։ Դա արագ լինի, ահա։ 7 փորձով 74 դեպք։ Հա, ոնց հասկացա, մեծամասամբ 5 կամ 6 փորձով են գրում իրենք այս բանում, եթե ճիշտ հասկացա գրածից։ Եկեք մի հատ գրենք Python կոդ, տեսնենք դա ինչ է ասում։ Բայց սա իսկական օպտիմալ չի լինելու, էլի, հավանաբար։
Իսկ ես մի հատ հարցեր եմ տամ։ Ահա։ Օրինակ փորձել եք ChatGPT-ին կոդ տակ ու ասեք այդ կոդը բացատրի կամ ինքը կարա տենց անի ընդհանրապես։ Ուղղակի հետաքրքիր է, էլի։ Ահա, շատ լավ է դրանից։ Ահագին լավ է դրանից։ Ուրիշ է։ Այ օրինակ այս խաղը որ գրես, մի հատ դու GPT-ին հարցրու ինքը ինչ կարծիքի է դրա մասին, էլի։ Բայց ֆենոմենալ լավ է, էլի աշխատում։ Հասկանալի։ Դե բայց չէ, այդքան էլ չի ասի, որովհետև ես ալգորիթմի բանը, ինչեր անում դրա։ Բանի ժամանակ օլիմպիադայի Python-ով կոդերը գրել եմ, սաղ ճիշտ աշխատել է, ChatGPT-ով թարգմանել եմ C++-ի կոդը չի միացել։ Հա, չէ, բայց մի քիչ ուրիշ խնդիր է, էլի, թարգմանության խնդիր է։ Բայց հենց այդ Python-ի կոդը որ տայք, ինձ թվում է գլուխ կհաներ, էլի, առնվազն թե ինչի մասին է այդ կոդը։ Ու ֆանտաստիկ, ֆենոմենալ աշխատել ասելս, ոնց որ իդեալական չէ, բայց շատ բավականին բավ, էլի։ Ես զարմացած եմ, էլի, որակից կարամ առնվազն տենց ընդդում անեմ։ Ու ինձ ինքը բավականին օգնում է։ Endpoint complete. Դա մի խոսքով այս լինքից հետո ես էլ չեմ Google-ի, բայց եթե դուք կուզեք կարք հետո փորփրեք, հիմնականում Python-ով է գրված։ Մենք սրա կոդն էլ նայենք։ Այս как раз այդ բանն է, էլի, այդ GitHub կոչվածն է։ Baseball file-ը։ Փոքրոտ ոչ մեծ կոդ է, Python 2-ով է գրված իմիջիայլոց։ Այստեղ տեսեք print-ից հետո ճակերտներ չկան։ Այդ հասկացա։ Այս էլ այդ բան f-string-երից առաջ օգտագործող բանն է, մենք որ սիրուն տենց գրում ենք f հետո մեջը գրում հենց ինչ պետք է, այն վաղ այսենց գրելաձև էր, էլի։ Բավականին ավելի անհարմար